nous sommes arrivés 1 an après le tremblement de terre. Au début, nous étions dans une petite maison et il y a Monsieur Borossian qui frappe à la porte. Et il dit, qui sont ces enfants? Et je lui ai dit, ce sont des orphelins orphelines. Alors il a dit ce jour-là, si je vous donne la place, est-ce que vous garderez ces enfants? J'ai dit, si vous nous donnez la place, et aussi si vous nous aidez à garder cette place, alors nous garderons ces enfants. En 1998, nous avons inauguré l'orphelinat et nous avons commencé avec 30 orphelins, orphelines du tremblement de terre. Aujourd'hui, nous avons très peu de vrais orphelins, orphelines. Ils sont plutôt des enfants abandonnés. Մեր մոտ երեխաները ասեմ ընդունվում են կամ չգիտեմ կարիքի համեմատ երեխաներ ունենք իրական որբ երկկողմանի որբեր երեխեք ունենք որ մայրը կա հայրը մեկնել է արդագնա աշխատանքի եւ չի վերադարձել ունենք նաեւ շատ աղքատ ընտանիքներից եկած երեխաներ Les orphelins acceptent leur sort, plus ou moins. Papa n'existe plus, maman n'existe plus. Mais dans le cas des enfants abandonnés, il y a un père qui est quelque part, il y a une mère qui, au lieu de me garder, peut-être s'occupe d'elle-même. Donc, pourquoi suis-je là? C'est la question qu'il se pose toujours. Nous essayons de faire tout afin que ces enfants soient heureux, mais il faut avouer, parce que c'est leur propre parole, j'aimerais mieux de manger du pain sec avec ma mère que d'être ici avec cette abondance. Երեխաները մեր մոտ ընդունում ենք 4 տարի, տղաներին կարող ենք պահել մինչև 14 տարեկան։ Աղջիկներին պահում ենք իրենք որքան որ մեր կարիքը ունեն, մինչև որ ամուսնանան, մեր մոտ են մնում, եթե ցանկություն ունեն սովորելու որևէ բուհերում, անշուշտ բարերարների շնորհիվ օգնությամբ կարողանում ենք հատկապես քույր Արուսյակ այդ բոլոր գործերը ինքն է կազմակերպում կարողանում ենք իրենց օգնել, որ լավ մարդ դառնան։ Երեխաները սովորական օրերին, երբ որ դպրոց են գնում, արթնանում են 7:30։ Մենք այստեղ ունենք ուսուցչուհի, որ իրենց ուղեկցում է դպրոց, երեխաները մենակ չեն գնում, նույնիսկ եթե դպրոցը շատ մոտ է մեզ, ուսուցչուհին ուղեկցում է իրենց դպրոց։ Գալիս են 1:30 ճաշի ենք, բոլորս հավաքվում ենք ճաշի։ Ճաշից հետո մի քիչ հանգիստ ժամը 2-ից մինչև 4 իրենք կարող են կամ քնել, եթե հոգնած են։ Եթե հոգնած չեն, նախընտրում ենք դուրսը մի քիչ ակտիվ խաղերի մասնակցեն, դասերից մի քիչ անջատվեն։ Ժամը 4-ին բոլոր երեխաները պատրաստ պիտի լինեն դասարանում, սկսում է դասապատրաստման process-ը, ընթացքը։ Ունենք նաև երեխաներ, ովքեր որոշ առարկաների մեջ մի քիչ տգար են, ռուսերեն, ինչու՞ չէ հայոց լեզու։ Երեխաներ ունենք, որ մեր մոտ եկել են եւ տառաճանաչ չեն եղել։
Ունենք նաև դաշնամուրի դասընթացներ, վոկալի դասընթացներ, համակարգչի։ Թող սպասեմ Արին թող բացի հետո։ Այդ ներկայացնեմ դասապրոցեսները կամ Նարեկը Երևանից է եկել մեր մոտ, արդեն մի տարի է։ Չէ, երրորդ տարին է, լավ։ Երրորդ տարին է, որ այստեղ է, շատ խելացի տղա է, մի քիչ չարաճճի է, բայց խելացի է, ներելի է։ Մի քանի ժամանակ է, որ սկսել են, ինքը մեզանից երկար ժամանակ է պահանջում, այս մեկի համար 3 ժամ է պետք մեզ։ Ես ոչ մի բան չեմ սպասում իրենցից, բայց որ իրենց կյանքի մեջ հաջող լինեն, իրենց դասերը լավ սովորեն, իրենց կարողանան դրսևորել, այդ արդեն ինձ համար մեծ բավականություն է, ինչպես որ մայրը ուրախանում է իր երեխայի հաջողություններով, տխրում է երեխայի թեկուզ ցախողություններով, նույնը իմ հետ է կատարվում։ Երեխան, որ հետը կսպաղվիր, իրեն արժեք կուտաս հետը խաղալով, իրենք ալ գուրախանան, որ դու իրենց հետը կխաղաս, գուրախանա երեխան, որ դու որպես մեծ, իրենց հետ կխաղաս, իրենց արժեք կուտաս, կսպաղվիս իրենց հետը։ Հետո ասկայն սպաղումունք ունին երեխաները, որ ժամանակ չունին մտածելու, միշտ սպաղված է երեխան, այդպես որ իր դժբախտ լալու բանը մտածելու դեղ ժամանակ չունի երեխան, միշտ կուրկուրան կտեսնի, գմորն այն զինքը։ Dans chaque enfant, je vois un enfant blessé. Tous, ils ont des histoires, différentes histoires. Les enfants ici, ils sont comme leur maison, c'est leur maison. Mais même si nous donnons tout, il manque leurs parents. L'amour de parents est différent que ce que nous pouvons donner. Ce n'est pas la même chose. La chapelle, c'est le centre de notre orphelinat. Les enfants vont là parce que nous leur donnons le sens que ce que nous sommes, nous devons au Seigneur. Ce que nous avons, c'est le Seigneur qui nous donne. Աղոթք, հայելյան սահմանության, օգնիր մեզ մեր առօրյայի մեջ մխրճված սևեռելու մեր աչքերը դեպի երկինք, այսօր և միշտ ամեն, փառավորության 3-րդ խորհուրդը, Պենտեկոստ է հոգեգալուստ։ Այն մեր, որ երկինս է սրգեղության քո, երկես սարկայություն քո, եղիցի կամ քո, որպես երկինս և երկրի։ Աղոթքը գալիս է հավատքից, մեր երեխաները իրոք շատ ուժեղ հավատք ունեն, նույնիսկ ամենափոքրիկը, Ալեքսը, Տիգրանը, շատ բաներ ճիշտ է, իրենք կրոնից չեն հասկանում, բայց փորձում ենք ոչ թե համոզել, այլ իրենց բացադրել, որ աղոթքը իրենց կյանքի համար շատ կարևոր է։ Երեխաներ կան, որ ընդունում են, երեխաներ կան, որ չեն ընդունում։ Իրենք իսկ արդահայտվում են, որ պահ գալիս է իրենց կյանքի մեջ, երբ որ իրենց այդ անցյալի հիշադակները, իրենց ցավ իրենք կապում են Աստծո հետ, որ ինչու իմ կյանքում թույլ տվեցիր որոշ բաներ, ինչու իմ ծնողները իմ կողքին չեն, եւ մի տեսակ, չգիտեմ, բարկություն կամ բողոք, ես անձամբ ճանաչելով իրենց, ես գիտեմ, որ նույնիսկ եթե շրթունքներով չեն աղոթում եւ նստած են այստեղ, իրենք Աստծո հետ միացած են։ Ce qui est très consolant pour moi, quand ils ont des problèmes, ils courent à la chapelle. Parce que nous leur disons, si vous pouvez parler à la sœur, bien. Si vous ne pouvez pas parler à la sœur, va parler à Jésus de vos problèmes. Il vous écoute.
La prière, avant tout, donne à nos enfants la paix intérieure. Avec la prière, ils acceptent leur sort. À l'orphelinat, chez nous, nous disons aux enfants, maintenant, vous avez mangé, qui va faire le ménage? Nous n'avons pas de femmes de ménage. Ce sont les enfants qui font la vaisselle, ce sont les enfants qui balayent, ce sont les enfants qui nettoient. Ils font tout, les enfants. Et ils sont très fiers, vous savez. Ce n'est pas quelque chose que nous les obligeons de faire. Maintenant, ils sont à un point où ils sentent la responsabilité de le faire. Ce n'est pas obligatoire. Comme nous essayons toujours de rendre tout l'ensemble une famille, dans une famille, il y a les grands qui prennent soin des petits. Et ça, c'est quelque chose que Sœur Mariam a réussi, il faut le dire. Elle a donné des responsabilités aux grands. Chaque enfant a une responsable. Quand la sœur n'est pas là, il y a quelqu'un qui va prendre soin de moi. Je ne suis pas délaissée. Նախընտրում ենք մենք անձամբ, որ թեկուզ փոքր մասշտաբով, բայց յուրաքանչյուր երեխայի տարեդարձ նշվի։ Բոլոր երեխաները զգան, որ այդ օրը իրենց համար շատ կարևոր օր է եւ իրենք շատ կարևոր են։ Շատ կարևոր անձիկ են, իրենք մեր վաղվա ապագան են։ Իրար նվերներ են փոխանցում, բարեմաղթանքներ, եթե մեկը նվեր չունի, տահլու երկտող է գրում, բացիկներ են սարքում։ Ils savent qu'ils sont aimés. Ça, c'est le secret de leur joie. Ils peuvent être méchants, ils peuvent faire tout faire, il faut casser des assiettes, mais ils savent qu'à la fin, ils sont acceptés, qu'on les aime. C'est ça le secret de leur joie. Ils peuvent faire toutes les méchancetés du monde, mais en même temps, il y a un baiser à la fin, il y a le sourire à la fin, il y a c'est-à-dire la caresse. Ça c'est, je crois, que le secret de leur joie. Ուրախությունը հենց այնպես չես կարող փոխանցել մեկին։ Գիտե կա իրական ուրախություն եւ ուրախությունը բխում է մաքուր անկեղծ սրտից, չես կարող դու քեզ ստիպել, որ դու ուրախ պիտի լինես։ Անշուշտ լինում են ինչպես ընտանիքում պահեր տխրելու, դարգանալու,
les enfants abandonnés pensent qu'ils sont abandonnés parce qu'ils n'ont pas une très bonne intelligence, parce qu'ils ne sont pas physiquement beaux, parce qu'ils n'ont pas de talent. C'est-à-dire, ils sont responsables de leurs états. Maintenant, comment faire pour faire sortir ces enfants de cet état que vous n'êtes pas responsable? Comment faire pour relever ces enfants et dire que vous avez aussi un talent que tout le monde va apprécier? J'ai dit, je voudrais le meilleur chef d'orchestre en Arménie. Alors, il a commencé, il a dit, est-ce qu'on peut inviter quelques filles de la ville qui peuvent chanter? J'ai dit, pourquoi pas? Maintenant, la plupart du chœur, ce sont nos enfants. Après quelques années, première tournée, maintenant pour ces filles, de pouvoir chanter devant 450 personnes, alors elles sont devenues très importantes. Elles aussi, elles peuvent faire quelque chose comme les autres. Pour la responsable, de voir ses enfants essayer toujours faire le plus possible, c'est ma récompense. Il nous demandait toujours, dans les orphelinats d'État, à 18 ans, on laisse partir les orphelins orphelines. Et je leur disais, non, 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 nous allons vous envoyer à l'université, nous allons vous marier. J'ai dit, nous allons ouvrir une école professionnelle. Là, vous irez apprendre une profession et après, vous serez indépendante dans la vie. Քանի սպիտակուց էր պետք? 3 սպիտակուց։ Ստոպ։ Մենք եւ այո երեխաներ, ովքեր որբանոցից են, ունենք նաև դրսից շատ երեխաներ, ավելի շատ դրսից անաբավ երեխաներն են գալի։ Դպրոցը արդեն 9 տարի է, որ աշխատում է, նպատակը եղել է այն, որ այն երեխաները, ովքեր անաբավ են, նաև շատ դրսում չթափառեն, կարողանան իրենց համար ձեռք բերել մի մասնագիտություն, որը շատ պահանջված է հիմա ամբողջ աշխարհում, ինչպես նաև Գյումրիում։ Բոլոր ավարտած ուսանողները ունեն աշխատանք, պահանջված են։ Il faut qu'ils montent. Absolument. Et ils savent que nous allons faire tout
pour trouver des bienfaiteurs qui les aideront à continuer leurs études. Ça, ils le savent. Nous avons le centre d'accueil pour les personnes âgées grâce à la Fondation Alliance arménienne de Genève. Le but était d'accepter seulement les personnes solitaires qui n'ont pas de famille, qui n'ont personne à prendre soin d'elles. Vous savez que la pension des personnes âgées est très maigre ici en Arménie. Ce qu'elles reçoivent ne suffirait peut-être qu'un morceau de pain et un morceau de fromage, c'est tout. 39 Հիմնականում որ մեծահասակները գալիս են, փնտրում են ջերմություն, հոգատարություն, մենք իրենց հաստատ տալիս ենք ջերմություն։ Այն միայն որ մենք իրենց ասում ենք տադիկ ջան, պապիկ ջան, այդ արդեն իրենց համար ջերմություն է։ Ամեն պահի մենք իրենց հետ խոսում ենք սիրով, ջերմությամբ ու ջանով։ Ամեն առավոտյան երբ իրենք գալիս են, մենք սիրով, ջերմությամբ ընդունում ենք գնալուց էլ հաջողություն անելով, գուրգուրելով ճանապարհում ենք։ Il faut dire que ces personnes-là sont très heureuses. Maintenant, déjà la deuxième semaine, celle qui me disait « Prie le Seigneur afin qu'il finisse nos jours », il me disait « Non, 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 maintenant ne priez plus parce que nous voulons vivre. » Կիրագի օրերը, ինչպես ամեն քրիստոնյա, ուզում ենք, որ մեր երեխաներն էլ մասնակցեն եկեղեցական կյանքին։ Մեր երեխաները շատ մեծ հաճույքով են պատրաստվում, սպասում են կիրագի օրվան, որտեղ իրենք գիտեն, որ կիրագի օրը Աստծո օրն է։ Սովետական շրջանի մնացած մեր հիշատակներից է, վարորդը համաձայնվել է մեր հետ համագործակցել, այնպես որ եւ շատ մոտ է ապրում, համաձայնվել է շատ սիրով գեղեցիկ ձայնով ավտոբուսը մեզ տրամադրել կիրագի օրերը։
Երբ որ երեխաները ազատ են, ազատ ժամանակ ունեն, գնում են, երգում են իրենց համար, պարում են, ուրախացնում են, այսինքն կապը միշտ պահում ենք։ Ուզում ենք, որ երեխաներն էլ զգան, քանի որ եթե մեր ժողովրդական ասացվածքով տան մեջ եթե ծեր կա, դա Աստծո օրհնությունն է։ Եթե կա տադիկ, պաբիկ, ճիշտ է, մեր երեխաները տադիկ, պաբիկ շատերը գրեթե չունեն, բայց իրենք արդեն ընտրել են ծերանոցում ունեն իրենց նախասիրած տադիկը, իրենց նախասիրած պաբիկը եւ տարեցներն էլ արդեն երեխաների հետ կապված են, այսինքն կա կապը եւ դա շատ լավ է ազդում թե տադիկների վրա, թե երեխաների։ Ամենակարևորը ես գտնում եմ, որ իմ կարծիքն է, անշուշտ երեխային հասկացնել, որ ինքը շատ կարևոր է այս կյանքում։ Եթե ինքը ծնվել է, ուրեմն Աստծո նախախնամությամբ է ծնվել։ Պատահական ոչ մի բան չի լինում։ Իրոք իրենք Աստծո համար կարևոր են։ Avec les enfants, c'est de les voir heureux. Ça, c'est mon bonheur. Qu'ils soient des personnes indépendantes. Parce que j'aime moi-même être indépendante. Et de les préparer pour la vie.